Երևանի փակ շուկայի մասին այս ֆիլմը Մեդիամաքսի Երևան 20-րդ դար նախագծի մի մասն է։ Այս եւ մայրաքաղաքի խորհրդանիշ դարձած Կազիրյոկ սրճարանի մասին պատմող ֆիլմը դարձել էին Ծիրանի մշակութային հանգույցի հերթական քննարկման նյութը։ Նման հանդիպումների վայրը վերջին ժամանակներս անփոփոխ է։ Ալեքսանդր Թամանյանի Թանգարան ինստիտուտ։ Երևանի կենտրոնում կառավարության 3-րդ շենքում է գտնվում Ալեքսանդր Թամանյանի Թանգարան ինստիտուտը, որը հյուրընկալ տանտեր է Ծիրանի մշակութային հանգույցի համար։ Այս թանգարանի հետ մեր համագործակցությունը արդեն տարիների պատմություն ունի եւ ես շատ շնորհակալ եմ Հայկ Թամանյանին, ով նաեւ ժառանգն է Թամանյանի, շատ հոժարական մեզ ընդառաջ եկավ մեր ծրագրերին եւ միշտ պատրաստակամ գտնվեց, առանց որևէ ակնկալիքի անշահախնդիր կերպով ինքը միշտ հատկացնում է այս սրահը եւ մենք այստեղ իսկապես զգում ենք մեզ ինչպես տանը։ Նաեւ մեր առիթով թանգարանը եւս դառնում է հայտնի, սա եւս անուղղակի մեր ծրագրերից մեկն է։ Ծիրանի մշակութային հանգույցը հիմնադրվել է 2008-ի հունվարին, որպես երիտասարդական մշակութային հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրները Նարեկ Աշուղաթոյանն ու այն ժամանակ Թաթուլ Սարգսակ, այժմ Մայրաթոռի միաբան Հայր Գարեգին Համբարձումյանն են։ Ծիրանին գործում է մի քանի ուղղությամբ։ Առաջին նախաձեռնությունը գրաբարի ուսուցումն էր։ Եղբայր մեռանիցի, եւ թողուցուկի, եւ որդի ոչ, արդեն եղբայր նորացքի Մեր լեզվամտածողության հիմքը դրված է հենց գրաբարում, ցավոք այսօրվա հայրենով մենք բավականին հեռանում ենք այն լեզվամտածողությունից, որ ունեցել են մեր նախնիները։ Մենք հավատացած ենք, որ դրա միջոցով ծանոթացնելով մեր մշակութային ժառանգությանը, մենք ստեղծում ենք այն հարթակը, որտեղ հնարավոր կլինի ստեղծելու այսօրվա մշակույթը։ Այս միտքը ունենալով մենք այսպես ծավալուն աշխատանքներ ենք տանում գրաբարի ճանաչողության հետ կապված, այսինքն ընդհանուր մենք ստեղծել ենք առաջին առցանց դպրոցը, անվճար կազմակերպել ենք գրաբարյան դասընթացներ, դա կարևոր է այսօրվա մեր լեզվի հղկման համար, ծես հասկանալու համար եւ հոգեվոր առումով մենք չենք պնդում, որ եկեք խոսենք գրաբար, որովհետեւ գրաբարը դա համեմատում մեր ժառանգվել է իբրև գրքի գրոց լեզու, բայց գոնե դրա տարական իմացությունը պարտադիր է։ Ջուղայի խաչքարերից մինչև աֆրիկյանների ակումբ։ Ծիրանին այնտեղ է, որտեղ մշակութային խնդիր կա։ Կազմակերպությունը ոչ միայն հայտարարություններով է հանդես գալիս, այլև աշխատում է գործուն միջամտություն ունենալ։ Ավելին, փորձում է ուսուցանել հայկական մշակույթի հիմնախնդիրներով հետաքրքրվող երիտասարդներին։ Նոյեմբերին աշխատանքը սկսեց Ծիրանի 5-րդ դպրոցը։ Բոլոր դպրոցները իհարկե ընդհանուր առմամբ նման են իրար, ուսանողները ստանում են հաղորդակցության եւ մշակութային խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տարբեր բանախոսներից, իսկ իբրև ավարտական աշխատանք ինքնուրույն կազմակերպում են այնպիսի միջոցառումներ, ինչպես որ մենք այսօր այս սրահում ենք կազմակերպում։ Իհարկե յուրաքանչյուր դպրոց ունենում է իր յուրահատուկ շեշտադրումը։ Հուշարձանների հետ կապված մի քանի ծրագրեր իրականացրեցինք, որոնք հիմնականում համացանցի ոլորտում էին, պետք էր այդ պահին համաշխարհային հանրության ներկայացնել մի շարք հուշարձանային խնդիրներ, որոնք գտնվում են հանրապետությունից դուրս եւ որտեղ փաստորեն մեր իշխանությունների միջոցով հնարավորություն չունենք այդ խնդիրները լուծելու, ավելի շատ դրսի մարդկությունը իրենց լծակներով մշակութասեր հանրությունը պիտի փորձեր ազդեցություն ունենալ եւ մենք այդ ազդեցության համար այսպես հիմքեր էինք ստեղծում եւ կարծում եմ որ բավական հաջողված դպրոց ունեցանք, իսկ դա եղավ նաեւ դպրոցի աշակերտների ավարտական այսպես աշխատանքները։
Հույս ունենք, որ այս դպրոցը եւս արդյունավետ կլինի, որովհետեւ աննախադեպ դիմորդների քանակ ունեցանք, 100 դիմորդ, որից 40-ը ընդունվեց դպրոց։ Ծիրանին իր գործունեությունը չի սահմանափակում մայրաքաղաքով։ Միջոցառումներ են իրականացվում նաև հանրապետության այլ քաղաքներում, համայնքներում։ Նարեկ Աշխուղաթոյանն առաջին կրթությամբ աստվածաբան է, երկրորդով իրավաբան։ Հանդիսանում է Legal Lab իրավաբանական կազմակերպության համահիմնադիր բաժնետերը։ Շատ զարմանալի կլինի, բայց մենք հովանավորներ չունենք։ Սա սկզբում նաև մի փոքր սկզբունքի հարց էր, ցույց տալու համար, որ այս երկրում ինչ-որ բան անելու համար անպայման չի փողից սկսել եւ փորձում ենք ինքնուրույն կազմակերպել ռեսուրսները, հա։ Մեզանից որևէ թանգարան իր տարածք հատկացնելու համար երբեք գումար չի ակնկալել։ Հիմնական մասը այսպես մեր շրջապատի ընդբրման արդյունքում էր, այսինքն մարդիկ հասկանալով, որ դու փող չես աշխատում, դու քո գրպանից ես ծախսում, մարդիկ իրենց ունեցած ռեսուրսները, շեշտեմ ոչ թե դրամներ, այլ ունեցած հնարավորությունը, դա տեխնիկական միջոցներ են, դրա սրահներ են, դա կապեր են եւ այլն։ Դրանք տրամադրվում են եւ արդյունքում ստեղծվում է ծրագիր։ Նարեկն ասում է, որ հպարտ է իր թիմով, բայց նրա ամենամեծ երազանքը այն կլինի, որ Ծիրանին չասոցացվի անձերի հետ, այսինքն նախ ինձ հետ եւ իմ համահիմնադիր ընկերոջ հետ, դա մեր երազանքն է եւ Ծիրանին դիտվի իբրև ինքնուրույն այսպես մշակութային մի կառույց, հանգույց, որտեղ այսպես միավորվում են տարբեր մշակութային թելեր եւ փաստորեն նաեւ այդ հանգույցից դուրս են գալիս եւ առանց մեզ հետ ասոցացվելու ինքնուրույն կարողանալ գործել եւ շարունակել այն գործը, որ մենք անում ենք։ Եվ վերջում կազմակերպության անվան եւ խորհրդանիշի ընտրության մասին։ Դա հետում թագավորն է, ծնկաչոք, աղոթելիս կարծում եմ, որ շատ այսպես հավաքական ինքը կերպար է եւ այսպես աշխարհիկը եւ հոգեվորը միտեղ միաձուլված դրա համար ենք այդ պատկեր ընտրել, դա վերցված է Սկևրայի ավետարանից, ավետարանը չէ, մասնատուփի վրա այսպես արծաթե մեդալյոնի նման մի բան է, որը գտնվում է Էրմիտաժում, այժմ եւ շատ տիպիկ է մեր մշակույթին, մեր միջնադարյան մշակույթին։ Ամբողջ խորհուրդը դա է եւ արքան իր ուսերին նաեւ գրում է Ծիրանի, արքայական Ծիրանի, որն էլ որ գալիս է արդեն մեր անունի բացատրությունն է տալիս։